Շղթայված հավատք։ Ֆիլմի հիմքում իրական դեպք է, նկարահանված է Հովիվ Գեորգի Վինսի կողմից գրված գրքի հիման վրա, ռուսական ավետարանչական ծառայության աջակցությամբ։ Ինչպիսի գեղեցկություն է, ինչպիսի բնություն։ Ես հիացած եմ այս ամենը ստեղծող Աստծով։ Քեզ նայիր, դու ում ես նման, ցրտից դողում ես, ուտել ես ուզում, և չնայած դրան ասում ես ինչպիսի հրաշալի։ Մենք բոլորս այստեղ մրսում ենք ինչպես շներ։ Իսկ դու քո Աստծո մասին ես մտածում։ Այո, դուք քրիստոնյաները տարօրինակ մարդիկ եք, ձեզ համար Աստված ամեն ինչ է։ Չեպիչանկա աշխատանքային գաղութ, խորհրդային միություն, 1967 թվական ձմեռ։ Իջեք։ Շտապեք։ Շտապեք։ Շարվեք։ Արագ։ Շարժվեք, արագ, արագ։ Դրեք։ Միայն առաջ նայել, ձեռքերը մեջքին պահել։ Քայլ աջ, քայլ ձախ դիտվում է փախուստի փորձ։ Կրակում ենք առանց զգուշացման։ Դու հանիր տեսնեմ սապոգներդ։ Դու հանիր, հանիր։ Հանիր։ Արագ։ Շնորհակալություն։ Վերցրեք ձեր իրերը և առաջ դեպի կացարան։ Քայլով արագ։ Կարագ, քայլով։ Քայլով արագ։ Դու, այո դու, եկ ինձ հետ։ Բանտարկյալ Վինս, ես ծանոթացա ձեր փաստաթղթերի հետ։ Ես չեմ պատրաստվում վերադարձնել ձեզ այս գիրքը։
Աստվածաշունչը արգելված է։ Այն չի լինի իմ ճամբարում։ Աստվածաշունչը պաշտոնապես արգելված չէ։ Աստվածաշունչը պետք չէ սովետական ժողովրդին։ Կանոնադրությունը չի արգելում Աստվածաշունչը։ Մեր օրենքները, կանոնադրությունը եւ ուրիշ բաները ձեր հավատացյալների համար չեն։ Նրանք արտասահմանցիների համար են։ Թող կարդան մեր կանոնադրությունը, թող ուսումնասիրեն եւ տեսնեն ինչպիսի մեծ ազատություն կա մեր մոտ։ Աստվածաշունչը հակախորհրդային գիրք է, նա դաստիարակում է դժգոհություն մեր կարգերի դեմ։ Այդ պատճառով Աստվածաշունչը արգելված է։ Ինչ ժամկետով եք դուք դատապարտված։ Իմ դատավճիռը 3 տարի է։ Որտեղ եք դատվել։ Մոսկվայում։ Հիմա գնացեք ձեր կացարան։ Այստեղ մենք ոչ մի թողտվություն չենք հանդուրժի։ Ազատ ես։ Բանտարկյալ Ժուկովսկի։ Ժուկովսկի։ Ֆեյդյա, Գեորգի, Պահակազոր, Պահակազոր։ Պետը շատ լավ գիտեր, որ ես էլ եմ հավատացյալ։ Ինչու նա քեզ կանչեց, ինչու թույլ տվեց մենք հանդիպենք եւ այդքան շուտ։ Անաստված մարդիկ են, ով կարող է նրանց գործողությունները բացատրել։ Բոլորը միանման են, բոլորը զբաղված են հոգեբանական փորձերով, խաղերով, խեղճ մարդիկ են։ Համոզված են, որ բանտարկյալները միմյանց չեն սիրում։ Բայց մենք եղբայրներ ենք Քրիստոսով։ Ստանիցկի պետը մեզ հանդիպեցրեց դիտավորյալ, բայց նա ատում է, որ ինչ-որ բան կատարվում է այնպես, ինչպես ինքը չի մտածել, իսկ այնտեղ Աստծո սերը արտահայտվեց հենց իր աշխատասենյակում։ Այդ պատճառով էլ նա մեզ ատում է։ Ոչ, ես կարծում եմ, որ նա մեզ ատում է, քանի որ նա խեղճ մեղավոր է։ Եղբայր, ես պետք է աշխատանքի վերադառնամ։ Աստված քեզ հետ։ Աստված քեզ հետ։ Դու որտեղից ես։ Ինձ ձերբակալել են Մոսկվայում։ Ինչ նորություններ, ինչպես է այնտեղ ազատության մեջ։ Ծխախոտ կա, իսկ թե կա։ Ես չեմ ծխում, ես քրիստոնյա եմ, հավատացյալ եմ։ Ես փող չունեմ։ Նրանք կարված են քո բաճկոնում։ Ոչ։ Բռնիր նրան։ Ոչ, ես փող չունեմ, ես թե չունեմ։ Ես քրիստոնյա եմ։ Հավատացյալ եմ, ես այստեղ եմ Աստծուն հավատալու համար։ Դու ֆանատիկոս ես, դու խելագար ես։ Դու եղբայր ես։ Այո։ Ես էլ եմ հավատացյալ։ Ես դատապարտվել եմ Հիսուս Քրիստոսի Աստվածաշունչը քարոզելու համար։ Իմ անունը Բեքիր Իսմիր Բեքիրովիչ է։ Ես չերկես եմ։ Առաջ ես մուսուլման էի։ Իմ ազգանունը Վինս է։ Վինս։ Անունս Գեորգի է։ Գեորգի։ Գնանք, ցույց տամ որտեղ ենք հացուտում։ Հավատացյալներ, նրանք տառապում են խելագարության հատուկ ձևով։ Բայց ոչինչ, աշխատանքը կբուժի նրանց այդ տարօրինակ հիվանդությունից։ Ամեն։
Բեկիր, ավելին պատմիր ինձ քո մասին։ Ես ազդեցիկ ընտանիքից եմ։ Այդ ժամանակ նա պատմեց իր լեռների մեջ գտնվող տան մասին, Խորհրդային Միության հատվածում ապրող իր ժողովրդի մասին։ Նա պատմեց իր մանկության մասին։ Նա ընտանիքի ամենափոքրն է եղել եւ հովիվ էր։ Նրա ծնողները վաղաժամ էին մահացել։ Նա ապրել է իր ավագ քրոջ ընտանիքում։ Ինչպես չերքեզների մեծամասնությունը, նրանք մուսուլման էին։ Գեղեցիկ մզկիթը եւ ուղղափառ եկեղեցին նրանց գյուղի կենտրոնում կողք կողքի էին։ Ահա, եւս մի աննորմալի հայտ եկավ։ Ես հավատում եմ միայն դիպվածին, վատ դիպվածք եւ լավ դիպվածք։ Ես նորից կրվեցի։ Ինչ է պատահել, Իվան, խաղալու ցանկություն չունես։ Ես թքած ունեմ այդ հավատացյալների վրա, ճիշտ տեղը չես թքում, թքիր բարձր։ Ես նրանց ատում եմ, ալարկոտ խոզեր։ Ես չեմ պատրաստում սոված մնալ այդ հավատացյալների պատճառով։ Մի անգամ նորպետերը եկան մեր գյուղ, մզկիթը փակեցին, իսկ մեր ուսուցիչ մուլան բանտարկվեց։ Ռուսական ուղղափառ եկեղեցին նույնպես փակվեց, իսկ հոգևորականները բանտարկվեցին։ Մի տարի հետո մզկիթը եւ ուղղափառ եկեղեցին դարձրեցին ցորենի պահեստ։ Ավելի ուշ ես ծանոթացա մի բարի ծերունու հետ, որ ինձ պատմեց Աստվածաշնչի մասին եւ բոլոր մարդկանց տրված աստվածային փրկության մասին։ Ինչպիսի հարստություն մենք ունենք մեր Աստծո մեջ։ Այս արոտատեղը կարծես ստեղծված է Դավիթ թագավորի համար, երբ նա հովիվ էր։ Բեկիր, դու լսել ես Դավթի մասին։ Ոչ, նա ով է եղել, ռուս։ Ոչ, նա հրեա է եղել։ Աստվածաշունչը խոսում է նրա մասին, նա հովիվ էր եւ պահում էր իր հոր ոչխարները։ Այնպես ինչպես դու։ Այո, դու ոչխարների հովիվ ես, բայց մեր Տեր Աստվածը մարդկանց հովիվն է։ Նա սիրում է քեզ, Բեկիր։ Նա ուզում է քո հովիվն էլ դառնալ։ Դրա համար էլ նա իր որդի Հիսուս Քրիստոսին ուղարկեց մեռնել խաչի վրա քո մեղքերի համար։ Հետո Բեկիրը սկսեց հաճախել հավատացյալների հավաքներին ռուսական քաղաքում։ Նա այնտեղ ծանոթացավ երիտասարդ քրիստոնյաների հետ եւ ստացավ նոր կտակարան, բայց շուտով նա ենթարկվեց առաջին հալածանքների։ Քեզ համար հավանաբար դժվար է եղել։ Այո, իմ ազգականները ինձ արգելեցին եկեղեցի գնալ։ Բայց ես հետևում էի Հիսուսին։ Չնայած որ նրանք ծեծում էին ինձ։ Երբ ես 19 տարեկան դարձա, ես իմ սիրտը տվեցի Հիսուսին եւ մկրտվեցի, փառք Աստծուն։ Ես պետք է լքեի իմ գյուղը։ Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, Տանյա անունով։ Նա անկեղծ քրիստոնյա էր։ Այդ գյուղում եկեղեցի կար։ Ոչ, մենք հավաքվում էինք սովորական տներում, շատ երիտասարդներ, երեխաներ կային, շատ ծառայություններ էին արվում։ Իշխանությունը պահանջեց, որ մենք գրանցվենք, ինչը եւ մենք արեցինք։ Աստիճանաբար նրանք դադարեցրին մեր ծառայությունները, արգելեցին Աստվածաշնչի ուսումնասիրությունը, իսկ երեխաներին չէին թողում հավաքներին մասնակցել։ Այդ ժամանակ մենք դուրս եկանք գրանցված եկեղեցուց եւ սկսեցինք հավաքվել անտառներում։ 6 ամիս անց ինձ ձերբակալեցին։ Ես ամեն օր աղոթում էի, որ Աստված ինձ պահի, եւ նա պատասխանեց իմ աղոթքներին։ Մարտին բերեցին դատապարտվածների նոր խումբ։
Կուլակով, ես եմ։ Վասիլև, ես եմ։ Օգորյով, ես եմ։ Ժուկովսկի։ Ժուկովսկի։ Դու ինչի համար ես դատապարտվել։ Հիսուս Քրիստոսին հավատալու համար։ Ձեր խոսքը լի է երեսպաշտպարտությամբ։ Ժուկովսկի, դուք նորմալ մարդ եք։ Արժե արդյոք տանջվել Աստծո հավատքի համար, որը չի ընդունում ձեր աղոթքները ազատության մասին։ Ուրախացիր և շնորհակալ եղիր Աստծուն քո ճամբար գալու կապակցությամբ։ Ասա ամեն։ Ասա ամեն։ Որտեղից ես եկել։ Լենինգրադից։ Եվ այսպես սրբազան հայր Լենինգրադից։ Ձեր այսպես կոչված հավատքի եղբայր Բեքիրը սպասում է ձեզ։ Առաջ։ Առաջ։ Կացարաններ գնացեք։ Շարժվեք։ Ֆյոդոր։ Բեքիր։ Ինձ մոտ նորից առաջացավ խիզախություն և ուրախություն։ Աստված ինձ մոտ ուղարկեց եղբորս, որին ես այդքան երկար էի սպասել, որպեսզի ամրապնդի իմ հավատը։ Տեր Աստված, օգնիր Տանյային, երբ նա սովորեցնում է մեր երեխաներին քո խոսքը։ Հատկապես խնդրում եմ քեզ Աստված իմ ավագ երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան տեսնել ճշմարիտը և հավատան քեզ։ Ամեն։ Ամեն։ Այստեղ արի, փոխանցիր սա Յոսիֆին մենախուց, ուտելիք, այո, բայց ես չեմ փոխանցի ծխախոտը կամ թմրանյութը։ Դու ինչ է չհասկացար։ Ես քեզ ասացի փոխանցիր սա Յոսիֆին մենախուց, նույնիսկ եթե դու սպանես ինձ, ես կմնամ Աստծուն հավատարիմ։ Քո ընկերը ուտել է ուզում, և ես պատրաստ եմ նրան փոխանցել ցանկացած ուտելիք։ Բեքիրը նորից համաձայնվել է փոխանցել Յոսիֆին ուտելիք։
Տարօրինակ է, այդպես չէ, միայն նրանք են բարի կատարում այս վայրում։ Դժվար է հավատալ, նրանք մեզ թույլ տվեցին միասին մի ճամբարում լինել։ Աստված բարեգութ է մեր նկատմամբ։ Մենք պետք է աղոթենք, որ Աստված մեզ թույլ տա հիմնել փոքրիկ եկեղեցի այստեղ, նույնիսկ եթե մենք շատ քիչ լինենք։ Եկեք աղոթենք, որպեսզի Աստծո հոտի հովիվը լինենք, մինչ այստեղ ենք։ Այնտեղ, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվում են նրա անվամբ, այնտեղ է նաև նա։ Այո, մենք այստեղ 3-ով ենք, 3 հովիվ մի ամբողջ ճամբարի համար։ Միթե ես նորից հովիվ կլինեմ։ Վինս, պետը վերադարձնում է ձեր թղթերը։ Շնորհակալություն։ Բեկիր, նա վերադարձրել է բոլորը։ Աստծուն եմ ես իմ ձայնը բարձրացնում, իմ ձայնը Աստծուն։ Եվ նա կլսի ինձ։ Իմ թշվառության մեջ փնտրում եմ Աստծուն։ Որքան խոսք կա քո մոտ գրված։ Շատ, հիմնականում Սաղմոսներից։ Եկ դրանք արտագրենք, ինչպես նաև ուրիշներ, որոնք մենք անգիր գիտենք։ Հրաշալի է։ Ահա տեղը, Եսայի 55, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր մեղքերի համար, և մեր անօրինականությունների համար խոցվեցավ, և մեր անօրինականությունների համար խոցվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և խաղաղության մեր պատիժը, մեր խաղաղության պատիժը, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Խոսքերը, որոնք եղբայր Գեորգին կարդաց ձեզ համար, խոսում են Փրկչի մասին, որ նա մեզ սիրեց այնքան, որ վերցրեց մեր մեղքերի պատիժը։ Մենք բոլորս գիտենք ինչ է նշանակում պատիժ։ Մենք գտնվում ենք բանտում, բայց Աստծո պատիժը շատ ավելի է։ Դա հավերժական պատիժն է դժոխքում։ Մենք բոլորս պատժի ենք արժանի։ Մենք մեղավոր ենք։ Աստվածաշունչը ասում է, քանզի բոլորը մեղանչեցին և Աստծու փառքից զրկվեցին։ Բայց Աստված իր սերը ապացուցում է նրանով, որ Քրիստոսը մեռավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Եթե մենք ընդունենք այն ինչ արեց Հիսուս Քրիստոսը մեզ համար խաչի վրա, այդ ժամանակ կստանանք փրկության պարգև։ Նույնիսկ այս բանտում մենք կարող ենք ունենալ ազատություն, ուրախություն և խաղաղություն։ Ամեն, ամեն։ Ֆյոդոր, աղոթիր, երկնային Հայր, մենք խնդրում ենք, որ այս դատապարտվածները ճանաչեն Հիսուս Քրիստոս Աստծուն և ստանան փրկություն և հավերժ կյանք։ Մենք աղաչում ենք, որ նրանք հավատան իրենց մեղքերի համար մեռած Հիսուս Քրիստոս Աստծուն, փրկիր նրանց հոգիները քո փառքի համար։ Խնդրում ենք Հիսուսի անվամբ։ Ամեն, ամեն։ Люблю, Господь, Твой дом, чертог любви Твоей. Люблю я церковь из людей, искупленных Христом. Люблю
Tuja cerkowi ludzie iskupeni Chrystu. Amen. Ինչ պետք է անեմ ես, որպեսզի ստանամ ազատություն եւ խաղաղություն։ Պետք չէ ոչ մի բան անել։ Քրիստոսը արդեն ամեն ինչ արել է։ Աստվածաշունչը ասում է, նա մեզ փրկել է ոչ թե արդար գործերի համար, այլ իր ողորմության համեմատ։ Մեզ մնում է միայն ընդունել Հիսուս Քրիստոս Աստծուն։ Ինչ որ պետք է արվեր, նա արդեն արել է։ Մեզ միայն պետք է ընդունել դա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Չափազանց պարզ։ Եթե միայն Աստվածաշունչ լիներ, տա ենք նրան կարդալու։ Կարող է որևէ մեկը կբերի մեզ համար Աստվածաշունչ։ Իմ Նադյան փորձեց, բայց պահակները գտա։ Իսկ Տանյան այնքան հեռու է, նա չի կարող գալ։ Աստված կարող է ամեն ինչ, բայց դրա համար հրաշք է պետք։ Աստված կարող է հրաշք անել։ Այո, ճիշտ է։ Նամակներ Տանյայից, բայց Տանիսկին արդեն կարդացել է։ Մեր ծաղիկովը արդեն հորթ է բերել, հորթը լավ է աճում։ Այդ դեպքում երեխաներին կարող է կաթը չբավարարել, հորթը կմեծանա, այդ ժամանակ կլրացնի պակասը։ Իսկ ինչպես է ձեր եկեղեցին։ Սաշան և Դիման, մեր ընտանիքներից մեկի երեխաները, ընդունել են Քրիստոսին։ Այո, Աստված մեծ գործեր է կատարում։ Բեքիր, ինչու Տանյան քեզ մոտ հյուր չի գալիս, արդեն 1 տարի է անցել, ինչ դուք տեսել եք իրար։ Բայց չէ, որ այստեղից նրանք շատ հեռու են, իսկ երեխաներին ում հետ նա փողի, չէ, որ մի անգամ եկեղեցին օգնել է քո ընտանիքին։ Գրիր նրան, կարող է նրանք օգնեն քեզ։ Կփորձեմ։ Ժուկովսկի, ես եմ, Չերվենկո, ես եմ, Կուլակով, ես եմ, Մուտիաև, ես եմ։ Հարկավոր է այս քրիստոնյաներին ուղարկել ավելի ծանր աշխատանքին։ Տանյան է գալիս, փառք Աստծուն, օգնեցեք, Վինս, այստեղ, օգնիր ինձ, վերցրեցինք, զգուշ, որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան չզոհվի, այլ հավերժ կյանք ունենա։ Գեորգի, Տանյան է եկել։ Վազեմ իմանամ, երբ է սկսվում մեր տեսակցությունը։ Ես ուրախ եմ քեզ համար, եղբայր։ Երեխաներ, եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք քեզանից Աստված, նրա համար, որ դու պահպանեցիր մեզ ճանապարհին, ամեն։ Կարգի գցենք տունը։ Կօգնես ինձ։ Ահա սփռոցը։ Օ իմ
թանկագիններ, ես որքան ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ։ Տանյա, ես ուրախ եմ, որ եկել ես։ Իսկ երեխաները ինչպես են նրանք։ Նայենք, ահա քո ատամը ընկել է։ Իսկ դու քո ատամները բոլորը մեծացել են։ Ինչ լավ է, որ եկել եք։ Իսկ իմ տղան մեր բանտում սանրվածքի նման ոչ է։ Ինչպես են երեխաները։ Հրաշալի, նրանք դարձել են ավելի լսող։ Ինչ լավ է, որ եկել եք։ Մենք պարտավոր ենք շնորհակալություն հայտնել Աստծուն ձեր գալու համար։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք Աստված, որ իմ ընտանիքը եկել է այստեղ, եւ մենք նորից միասին ենք։ Մենք խնդրում ենք քո օրհնությունը, Հայր։ Շնորհակալ եմ նրա համար, որ դու պահպանել ես Տանյային։ Թող քո անունը փառավորվի։ Ամեն։ Դե ինչպես ես։ Ինչքան շուտ դու մեծացար։ Իսկ դու ո՞նց ես։ Ես ուրախ եմ քեզ տեսնել։ Բայց ես ինչքան եմ ձեզ կարոտում։ Ցույց տուր տիկնիկը։ Ինչ է նրա անունը։ Ես ինչքան երջանիկ եմ։ Տղաս, դու այնքան բարձրահասակ ես դարձել եւ ուժեղացել։ Դու տանը քեզ ինչպես տղամարդ ես պահում։ Ապրես։ Իսկ դու աղջիկս օգնում ես իր մայրիկին։ Իսկ ինչպես են մնացած երեխաները։ Լավ են, բայց նրանք կարոտում են։ Ես էլ եմ կարոտում։ Ինչպես է հորթը։ Մենք նրան լավ գնով ծախեցինք։ Լավ է, շատ լավ է։ Իսկ դպրոցում ինչպես է։ Լավ, երազանց է։ Կարծում եմ, որ երեխաները քնեցին։ Նրանց համար դժվար օր էր։ Դա հաղորդության համար է։ Այո։ Փառք Աստծուն, փառք Աստծուն։ Աստված, շնորհակալ եմ ընտանիքիս հետ տեսակցության համար։ Բեկիրով, տեսակցությունը ավարտված է։ Օգնիր ինձ, որ տարածեմ քո խոսքը ճամբարում։ Հանուն քո որդու։ Ամեն։ 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 Ես սիրում եմ քեզ։ Ես քո համար կաղոթեմ։ Ես էլ։ Եվ հիշիր, ինչ է ասված Եփեսացիների թղթում։ Շնորհակալ եղիր միշտ եւ ամեն ինչի համար Աստծուն եւ Հորը։ Հանուն մեր Աստված Հիսուս Քրիստոսի։ Հեյ, Բեկիրով, մենք պատրաստ ենք։
Երմոլով, արագ ինձ մոտ, գնա կացարան։ Գեորգի, Ֆյոդոր, եկեք այստեղ, ինչ է պատահել, Բեքիր։ Փառք Աստծուն, Աստված պատասխանեց մեր աղոթքին, փառք Աստծուն։ Բեքիր, ես հենց նոր կարդացի Հովանեսի ավետարանը։ Ես մաքրման կարիք ունեմ, փրկության, որը այստեղ ասվում է, քանի որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ես ուզում եմ այդ կյանքը։ Հավատում ես դու նրան ինչ որ գրված է։ Այո, ես հավատում եմ։ Ընդունում ես դու փրկությունը, որ Աստված խոստացել է իր խոսքով։ Այո, հիմա ես հասկանում եմ։ Քրիստոսը մեռավ իմ մեղքերի համար։ Ես հավատում եմ։ Ինձ անհրաժեշտ է մաքրվել իմ մեծ մեղքերից։ Լավ, Միքայել։ Աստծո հոգին բացեց քո սիրտը։ Աղոթենք մեր երկնային Հորը, որպեսզի նա հաստատի քեզ հավատքի մեջ։ Թանկագին Աստված, խնդրում եմ ներիր ինձ։ Ես պարզապես գյուղացի եմ։ Ես քիչ եմ հասկանում։ Ես խմում եմ։ Ես հարբած էի այն գիշեր, երբ սպանեցի իմ որդուն։ Եվ իմ կինը պահանջում էր, որ ինձ գնդակահարման դատապարտեն։ Եվ ինքն էլ ուզում էր սեղմեր ձգանը։ Օ Տեր, շնորհակալ եմ, որ դու սիրում ես ինձ և չդատապարտեցիր հավերժական պատժի։ Այո, օ Տեր, խնդրում եմ Ալյոշա որդուս և Լյուբա կնոջս համար։ Խնդրում եմ Աստված, թող նրանք ներեն ինձ, ինչպես և դու ներեցիր ինձ։ Մեր Տեր, լսիր մեզ և խնդրում եմ փառավորվիր նրա կյանքում։ Ամեն, ամեն։ Միքայել, ողջունում եմ։ Եղբայրս, ամեն, ամեն։ Մենք մկրտված հավատացյալներս հավաքվեցինք ճամբարում գտնվող բժշկական մեկուսարանի դատարկ սենյակում ուրբաթ օրը Զատկի նախօրեին 1965 թվականին։ Մենք ձեռք բերեցինք սև հացի մի կտոր բաժակը, դրեցինք սեղանին։ Այդ ոչ սովորական ընթրիքը հիշվեց յուրահատուկ ձևով։ Երբ մենք աղոթում էինք այնտեղ, Աստված ամրապնդեց մեզ խոսքերով. այս ամենը հաղթահարելի է մեզ համար, նրա զորությամբ, ով սիրեց մեզ։ Տեր Հիսուս այն օրը, երբ դավաճանվել էր, վերցրեց հացը, շնորհակալություն հայտնեց, կտրեց և ասաց. վերցրեք և կերեք, այդ է իմ մարմինը ձեզ համար տրված, սա արեք ինձ հիշելու համար։ Նույնպես և գավաթը վերցրեց
եւ ասաց. Այս գավաթը նոր ուխտի իմ այրունն է։ Այս արեք, երբ միայն կխմեք իմ հիշատակին։ Մենք շնորհակալ ենք քեզ, Տեր, քո մեծ սիրո զոհի համար, Գողգոթայի խաչի վրա կատարված փրկության եւ հավերժական կյանքի համար, քո չարչարանքների, մահվան եւ հարության միջոցով մեզ տրված։ Ամեն։ Ես գիտեմ, որ այդ հավատացյալները գաղտնի հավաքներ են անցկացնում։ Դա պետք է դադարեցնել։ Նրանք Աստվածաշունչ ունեն։ Չեմ հասկանում, ինչու են նրանք այդ գրքի համար իրենց վտանգում։ Գտիր այդ Աստվածաշունչը։ Եթե ոչ, երկար ժամանակով քեզ բանտ կնստեցնեմ։ Պետը շատ էր չարացել։ Շատ չարացած եւ դաժան էր։ Նրան դուր չէր գալիս, որ ավետարանը տարածվում էր գաղութում։ Բանտարկյալները վախենում էին նրանից եւ ատում։ Վասկա, դու նորից կրվեցիր, դու էլ ոչինչ չունես դնելու։ Էլ ինչ դու կդնես։ Պետի կյանքը։ Ինչ։ Ինչ դու նկատի ունես։ Պետի կյանքը։ Եթե ես կրեմ, հետ կստանամ իմ ամբողջ կրվածը։ Իսկ եթե կրվես, այդ դեպքում ես կսպանեմ Ստանիցկին։ Երեք օր, միայն երեք օր, չսպանեցիր Ստանիցկին, կպատվազրկվես։ Դե, բանտարկյալ Իվանով, Վասկա, ինչ ես այստեղ դու անում։ Պետ, ես ձեր կյանքը տանուլ եմ տվել թղթախաղում և պետք է ձեզ սպանեմ, դու դժբախտ թղթամոլ, շուտ գնա կացարան և հետ կրիր իմ կյանքը, տալիս եմ քեզ դրա համար միայն 24 ժամ։ Իսկ հիմա Վասկա, ձեռքդ դուրս հանիր գրպանիցդ և գցիր այդ դանակը աղբամանի մեջ։
Ահա։ Այո։ Դե, պատմիր քո սխրագործությունների մասին խղճուկ թղթամոլ։ Քաղաքացի պետ։ Ամեն ինչ լավ է։ Ես հետ կրեցի ձեր կյանքը, անպետք, փանտապետի կյանքի վրա խաղալ, մտքովը չազնի թղթերը ձեռքդ վերցնել, մինչև չսովորես խաղալ։ Տասնհինգ օր մենախուց, 15 օրից չվերադարձնելով այստեղ, միանգամից ուղարկել ուրիշ կաղուտ։ Իմ տեսակետը և կուսակցության դիրքորոշումը միանգամայն հասկանալի են, այս ճամբարում չպետք է լինի ոչ մի աստվածաշունչ։ Այդ քրիստոնյա խոզերը լավ կիմանան, ով է այստեղ իսկական պետը։ Ձեզ ամեն ինչն է հասկանալի, ինչ ես ասացի, ճիշտ այդպես, թե ճանադրություն ցուցաբերեք։ Ես հիանալի գիտեմ այն ամեն ինչ, որ կատարվում է ճամբարում։ Եթե այդ քրիստոնյաները սրանց հետո էլ ինձ ապուշի տեղ դնեն, դա կարող է մեծ ողբերգության բերել նրանց։ Ընկեր կապիտան, ևս մեկ նամակ Բեքիրին։ Իմ թանկագին Քրիստոսով եղբայր Բեքիր, իմ անունը Ստեփան է, ես ապրում եմ Շոգինոյում, մենք քեզ հետ հանդիպել և շփվել ենք մի քանի անգամ, հիմա դու բանտում ես, Տերը քեզ ուղարկեց բանտ, որպեսզի պատմես Տիրոջ սիրո մասին սպաներին և հատկապես պետին, Քաղաքացի պետ, Տերը ուղարկել է իր Մարգարե Բեքիրին ձեր ճամբար, լսեք նրա խոսքը Աստծո մասին և զղջացեք, նորից ամեն ինչ Աստծո մասին, չափազանց շատ է, ընկերներ, ես մտադրվել եմ հայտնել այս մասին ներքին գործերի նախարարություն, իսկ մինչ այդ Ես հրամայում եմ դադարեցնել բոլոր հավաքները և բռնագրավել բոլոր աստվածաշնչերը։ Ես երաշխավորում եմ, որ կոմունիստական հեղափոխության 50-ամյակը չի նշվի նրանով, որ մեր բանտարկյալների կեսը դառնան քրիստոնյա։ Ազատեք։ Աստված, մենք խնդրում ենք մեր պետերի համար, մենք խնդրում ենք Ստանիցկի պետի համար, որպեսզի դու նրա սիրտը փափկացնես, որ Ստանիցկին ծնկի գա քո առաջ։ Աստված, խնդրում եմ քեզ, որ քո ձեռքով հպվես նաև զինվորներին։ Մենք շնորհակալ ենք քեզ նրանց համար, որոնք տառապում են քո անվան համար։ Մենք խնդրում ենք քեզ, Աստված, որ մեզ ամրապնդես մեր հավատքում և շնորհես ցնծություն մեր այս դժվար ժամանակներում։ Հիսուս Քրիստոսի անվամբ մենք խնդրում ենք քեզ, ամեն։ Մոտեցող տոնակատարումների կապակցությամբ մեր աշխատանքային ճամբար է գալու ներքին գործերի նախարարության հանձնաժողովը։ Դուք բոլորդ կստանաք նոր աշխատանքներ, նոր տեղերում։ Ի պատիվ մեր հոկտեմբերյան մեծ հեղափոխության 50-ամյակին։
Բանտարկյալները, որոնք ունեն լավ վարկ, ժամկետից շուտ կազատվեն բանտից։ Թող դա լինի հիշեցում ձեզ բոլորիդ, լավ աշխատելու և պետերին ենթարկվելու համար։ Մտեք, Ֆյոդոր Ժուկովսկի։ Ես մայոր Ռոմանովն եմ, Մոսկվայից, ներքին գործերի նախարարությունից։ Դուք իհարկե գիտեք համաներում ստանալու հնարավորության մասին։ Համաներումը առաջարկում է խորհրդային իշխանության տարեդարձի պատվին։ Ճիշտ այդպես։ Հույս ունեք արդյոք համաներում ստանալ։ Դա ինձանից չի կախված։ Կապիտան, ասացեք խնդրեմ, որքան քրիստոնյա կա ճամբարում։ Մեզ մոտ ուղարկել են 3-ին, այսօր արդեն նրանք դարձել են 10-15, և բանտարկյալ Ժուկովսկին է մեղավոր դրանում։ Ես արդեն տեղեկացրել եմ նախարարությանը Մոսկվայում, ես սպասում եմ նրանց ցուցումներին, թե ինչ անել հետագայում նրանց հետ։ Ժուկովսկի, ինչու եք դուք ժամանակ ծախսում հոգևոր քարոզչության վրա ճամբարում։ Կարող եք դուք ևս մի ժամկետ եք ցանկանում ստանալ։ Ինձ նաև ասել են, որ դուք և ձեր հավատքի եղբայրները աղոթում եք կացարաններում և պարտադրում եք ձեր հավատը ուրիշ կալանավորներին։ Դադարեցրեք աղոթելը, հակառակ դեպքում երբեք համաներում չեք տեսնի։ Մենք չենք կարող չաղոթել։ Մեզ համար այն կյանք է, դա մեր հավատն է առ Աստված։ Մեզ նստեցրել են հավատի համար, կամ աղոթք, կամ ազատություն։ Ընտրիր, ես կաղոթեմ Աստծուն։ Ճամբարը պետական հիմնարկ է, եկեղեցին առանձնացված է պետությունից, դու իրավունք չունես կացարաններում աղոթել։ Իսկ որտեղ մենք կարող ենք աղոթել։ Զուգարանում։ Դադարեցրեք աղոթել և քարոզել, թե չէ ձեզ ավելի հեռու կուղարկենք։ Տանը աղոթեք։ Մենք աղոթել ենք և կաղոթենք կացարաններում։ Դուք մեզանից խլել եք ազատությունը։ Դուք զրկել եք մեզ մեր կանանցից և երեխաներից, դուք մեզ ուղարկել եք ծայր հյուսիսի ճամբարը, և հիմա կացարանները, դրանք են մեր տունը, և այնտեղ էլ մենք աղոթում ենք, մենք ձեզ ավելի հյուսիս կուղարկենք։ Քաղաքացի պետ, դեպի հյուսիս այլևս ճանապարհներ չկան, առջևում օվկիանոս է և հյուսիսային բևեռը, և ցանկացած ուրիշ ճամբար կլինի արդեն ավելի հարավում։ Ճամբարի պետ, նրան ամենածանր գործերը տվեք։ Խոսակցությունը վերջացավ, դուք ազատ եք։ Ժուկովսկի, մտածեք համաներման մասին, ազատությունը ձեր ձեռքում է, ձեր կինը և երեխաները սպասում են ձեզ։ Դուրս եկեք։
Մեր Տեր Հիսուսը միջև երկինք համբարձվելը ասաց իր աշակերտներին. Եվ այսպես գնացեք, սովորեցրեք բոլոր ժողովուրդներին, մկրտելով նրանց հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Այսինքն նա հրամայեց իր աշակերտներին մկրտել հավատացյալներին։ Բայց ինչի համար է անհրաժեշտ մկրտվելը։ Մկրտվելը պետք ոչ թե փրկության համար, այլ Աստծուն հնազանդ լինելու նշան է։ Հասկանում ես։ Հասկանում եմ։ Ժուկովսկի, ինչ է քեզ հետ պատահել։ Ինչ է, դու չես կարողանում մի փոքր աշխատել, թե ինչ, թող վաղը Ժուկովսկին 2 անգամ ավել գերանբերի։ Եղբայրս, նա ով սովոր է աշխատասենյակում աշխատելուն, կդժվարանա շենքեր կառուցելու մեջ։ Ես գիտեմ, որ Տերը ինձ չի լքի։ Գնանք, ընթրիքից առաջ մի քիչ հանգստանանք։ Դու խոսել ես Անտոնի հետ։ Այսօր Ստանիսկին նրան կանչել էր իր մոտ։ Նրան առաջարկել էր համաներում մեզ եւ Աստծու հետ բոլոր կապերից հրաժարվելու փոխարեն։ Այսօր նա չխոսեց ինձ հետ ամբողջ օրը։ Ուրեմն նրանք արդեն մշակել են երկուսին։ Մենք պետք է աղոթենք մեր նորահոգիների համար։ Բանտարկյալ Միխայել Տոլստոյ, պետ Ստանիսկին ձեզ կանչում է, հավաքվեք։ Բանտարկյալ Տոլստոյ, դուք, ինչպես երևում է, հոգնել եք, դուք ջանադրաբար աշխատել եք այսօր։ Ես ձեզանից շատ ժամանակ չեմ խլի։ Ձեր գործում ասված է, որ ձեր տունը Լենինգրադում է։ Էր։ Լենինգրադում էր։ Դուք ընտանիքից հեռու եք, եւ դա ձեզ համար ծանր է։ Իսկ 23 տարին ավելի ծանր է։ Դուք կին ունեք։ Նախկին կին։ Եվ 3 երեխաներ։ Նա նոր ընտանիք ունի։ Կարող է դա ավելի լավ է ձեր համար։ Այստեղ ասվում է, որ դուք սպանել եք ձեր տղային։ Շատ ծանր հանցանք է։ Աթոռ տվեք Բանտարկյալ Տոլստոյին։ Դուք իհարկե գիտեք, որ ունեք լավ հնարավորություն համաներում ստանալու համար։ Ձեր գործում մի փոքրիկ բան կա, որը կարող է խանգարել ձեր ազատ արձակմանը։ Նկատվել է, որ դուք համագործակցել եք մարդկանց խմբերի հետ, որոնք խորհրդային իշխանության թշնամիներ են համարվում։ Ներքին գործերի նախարարությանը այդ ամենը դուր չի գա, համոզված եմ։ Սակայն
Եթե դուք հրաժարվեք այդ խմբի հետ ցանկացած կապից, ապա մենք ձեր գործերից կհանենք այդ մասին եղած բոլոր տեղեկությունները։ Ինչ կասեք։ Առանց սիրո ընտանիքի մեջ մարդը կարող է մահանալ։ Պետք Ստանիցկի։ Ես բոլորից շատ եմ ուզում տեսնել իմ կնոջը, իմ երեխաներին և նրանցից ներողություն խնդրել, սթափ միտք ունենալով։ Մի անհանգստացեք այդ ներման մասին, բայց քաղաքացի պետ, ես դա եմ սովորել այստեղ։ Թողեք ներումը, ես հրամայում եմ։ Պատկերացրեք դուք ազատ եք Լենինգրադում, օղի եք խմում հին ընկերների հետ։ Բայց ես իմ կյանքը տվել եմ Աստծուն և չեմ կարող հրաժարվել նրանից և չեմ դավաճանի իմ քրիստոնյա եղբայրներին։ Տալ 23 տարի հանուն ինչ-որ Աստծու, առաջի անգամ եմ տեսնում այդքան համառ հիմարի։ Բայց քաղաքացի բանտապետ, ես արդեն ազատ եմ, կարող եմ ոչ լիարժեք։ Դուք մերժված եք համաներում ստանալու համար։ Մենք շնորհակալ ենք քեզ Աստված, որ տվեցիր ուժ մեր եղբայրներին հաստատուն մնալ։ Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ, ամեն, ամեն։ Հիմա մենք պետք է ձեզ ասենք, որ այսօր մենք իմացել ենք մեր նկատմամբ բարի տրամադրված սպայից, որ Բեքիրին, Ֆյոդորին և ինձ որոշել են տեղափոխել այս ճամբարից։ Մեզ կտեղափոխեն տարբեր ճամբարներ։ Բայց ով մեզ կսովորեցնի Աստծո խոսքը։ Մենք կաղոթենք ձեզանից յուրաքանչյուրի համար, հավատով, որ Աստված ձեզ համար կուղարկի իր հովին։ Նա չի թողնի ձեզ։ Դուք որ չեք լինի, կամ առանց հովի ոչխարներ։ Մենք որոշեցինք ձեզ թողնել նոր կտակարանը և ընտրել ենք ձեզանից մեկին, որը կլինի այս փոքր խմբի պատասխանատու մեր բանտային եկեղեցում։ Միխայիլ, մենք քեզ ենք տալիս այս նոր կտակարանը և վստահում ենք հոգևոր սնունդ տալ այս մարդկանց։ Մինչ Աստված ձեզ նոր հովիվ կուղարկի, Աստված քեզ հետ կլինի, նա քեզ չի թողնի։ Люблю, Господь, Твой дом, чертог любви Твоей. Люблю я церковь Иисуей, искуплений Христом. Люблю я церковь Иисуей, искуплений Христом.
Աղաչում ենք քեզ Աստված, ուղարկել ղեկավար մեր եկեղեցուն, որպեսզի սովորեցնի հավատացյալներին, քանի որ շատ բանտարկյալներ մոտ են փրկության։ Ուղարկիր նրան, ում որ դու ես ընտրել։ Վինս, Բեկիրով, Ժուկովսկի, դուք պետք է ներկայանաք պետքին, անմիջապես։ Թող քո անունը փառավորվի։ Ամեն։ 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 Այստեղ Աստվածաշունչ չկա։ Որտեղ է այն։ Հանվել։ Հիմա։ Հիմա մենք կգտնենք այդ Աստվածաշունչը։ Այդպիսի արժեք նրանք չեն թողնի ճամբարի անպիտաններին և սրիկաներին։ Այսօր ես նրանց ցույց կտամ։ Խնդրեք ևս մեկ անգամ։ Ինչումն է։ Ինչումն է այստեղ գաղտնիքը այդ խելագար գրքի։ Դա ես երբեք չեմ հասկանա և ասաց, իմ տերեր, ինչ անեմ, որ փրկվեմ։ Նրանք ասացին նրան, հավատա մեր Հիսուս Քրիստոսին և կփրկվես դու և քո տունը։ Հետաքրքիր է, ուր կուղարկեն մեզ։ Բեկիրով, վերադարձիր ճամբար, դու մնում ես այստեղ։ Բեկիր, Աստված պատասխանեց մեր աղոթքներին։ Դու պետք ես գաղութին, և Աստված քեզ թողեց այստեղ։ Բեկիրով, արագ, շտապիր, արագ, գնա։ Հեյ դուք երկուսով, բարձրացեք բեռնատար։ Բեկիր, Աստված ընտրեց իր հովվին, դա դու ես։ Բեկիր, Մինչ հանդիպում, Աստված քեզ պահպանի։
Բեկիրը մահացավ 89 թվականին, երբ նոր էր վերջացել նրա բանտարկության 3-րդ ժամկետը։ Նա ճամբարում անցկացրեց 9 տարի Հիսուս Քրիստոսին հավատալու համար։ Ֆյոդորին ձերբակալեցին 2-րդ անգամ եւ դատապարտեցին 5 տարվա ազատազրկման։ 86 թվականին ազատվելուց հետո նա շարունակեց հովական ծառայությունը Լենինգրադ քաղաքի եկեղեցում։ Գեորգին 74 թվականին 2-րդ անգամ բանտարկվեց 5 տարի ժամկետով, որից հետո նրան զրկեցին սովետական քաղաքացիությունից եւ աքսորեցին Ամերիկա։ Այնտեղ նա սկսեց ծառայություն Խորհրդային Միության հալածված հավատացյալներին օգնության եւ պաշտպանության համար։ Նա գնաց հավերժություն 1998 թվականին։ Եվ ասաց. «Տերեր, ինչ անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո ամբողջ տունը»։